Ես եւ իմ 3 հարցերը, պարոն Կարապետյան։ Մի քանի օր առաջ Ռոսելխոզնadzորը հայտարարեց սանկցիաներ Հայաստանից հայկական ծաղկի արտադրանքի վրա։ Խնդրում եմ, կասեք, ինչ եք կարծում, ինչպես կազդի առհասարակ արտադրողների եւ Հայաստանի տնտեսության վրա։ Երբ Հայաստանի իշխանությունները սադրում են եւ շանտաժի լեզվով են խոսում Ռուսաստանի նման պետության հետ, իրենք պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու։ Դրա համար պետք է ուշքի գան։ Եվ դու մի անհանգստացի։ Հունիսի 7-ից հետո ցանկացած հարց, որը կառաջանա, մենք ընդամենը 1 օրվա ընթացքում լուծում ենք տալու։ Մենք պետք է բալանսավորված քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Պարոն Կարապետյան, 3 Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչ եք կարծում, ինչի մասին են իրենք խոսել։ Ես կարող եմ միայն կասկածներ ունենալ, երբ Մակրոնը Հայաստանում էր, ինձ թվում է Փաշինյանը խնդրել է Մակրոնին, որ իր շեֆի հետ խոսի, Մակրոնը խնդրել է Ալիևին, որ 300,000 ադրբեջանցիների շարժը դեպի Հայաստան միջև ընտրությունները կանգնեցնի, բայց ես չեմ կարող կոնկրետ տեղեկություն ունենալ, հաջողվել է Մակրոնին